Նրանք նավթ ստանում են գետնի վրա, շոշափելի, իսկ մենք Եվրոմիություն, մեկը լինի Եվրոմիությանը փող տա, այսօր։ Հիմա հաջորդը, օգոստոսի 8-ին, ամեն մեկը, ոնց որ ասում են, նաղդով, ինչ ստացավ։ Ադրբեջանը ստացավ 907 բանաձևի վերացում եւ Մինսկի խմբի վերացում։ Փաստա չէ՞ սա։ Գիտեք, ձեզ Այո, թե ոչ։ Այո, Ադրբեջանի 907 բանաձև առանց հետել բազմաթիվ անգամ խախտվել էր։ Լսեք, Ամերիկան լսեք, բազմաթիվ 907 բանաձևը Ադրբեջանին անհանգստացնում էր։ Այո, թե ոչ։ Անհանգստացնում էր։ Ապրես։ Ուրեմն խախտվել է, չէր խախտվել, դա Ադրբեջանի խանգարում էր։ Հիմա ես ձեզ ասում եմ, ինքը ազատվեց դրանից։ Ես սխալ եմ պնդում, իմ պնդումը իրականության հետ կապ չունի, ճիշտ եմ ասում, չէ՞։ Ուրեմն Ադրբեջանը, չգիտեմ ով էր խախտում, ով չէր խախտում, չնայած միշտ էլ օգտագործվել է, այնտեղ ուրիշ մեխանիզմ էր աշխատում, բայց հիմա դրա մասին չեմ ասում։ Ադրբեջանը դրանից ձերբազատվեց։ Ադրբեջանը ձերբազատվեց Մինսկի խմբից Հայաստանի աջակցությամբ, ինչու՞։ Որովհետև գիտեք, իշքը քանի դեռ կա Մինսկի խումբ, ապա միշտ էլ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացը վերցնելու հավանականությունը պահպանվում է։ Մենք այդ նվեր տվեցինք Ադրբեջանին։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, այս բանը մենք արել ենք Ադրբեջանի համար։ Մենք օգոստոսի 8-ին այդ ամենը Տրամպի ներկայությամբ արեցինք Ադրբեջանի համար։ Ինչ է մեզ տվել Ադրբեջանը, ինչ հարցում համաձայնվել։